Թափանցիկ ու վստահելի դարձնել կառավարման համակարգն ու հանրային ծառայությունները Հայաստանում։ Այս նպատակի իրագործման համար Եվրամիության աջակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից մեկնարկել է նորարար առաջընթաց ծրագիրը։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն իր խոսքում նշեց, Հայաստանի ամենակարևոր ռեսուրսը մարդկային ռեսուրսն է և պետք է բացահայտել հայասարօգության նորարարներին։ Նորարար առաջընթաց ծրագիրը մեծ նախաձեռնությունների հնարավորություն է ընձեռում բոլոր ոլորտներում ներգրաված անձանց համար, կրթական ու բժշկական համակարգերից մինչև պետական կառավարման կառույցներ։ Այս նախագիծը հարթակ կհանդիսանա նրանց համար, ովքեր Հայաստանի զարգացման ներուժի բացահայտման լուծումներ ունեն։ Հաջողության հասնելու համար երբեմն պետք է նաև ձախողվել, և դա չպետք է դառնա հուսահատության պատճառ։ Շադոմաթիկը և Պիքսարտը այդ ամենի ամենալավ օրինակներն են։ Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ևս ընդգծեց, Հայաստանը չունի բնական ռեսուրսներ, ուստի պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն բոլոր ոլորտներում շնորհալի երիտասարդներին ակտիվություն դրսևորելու և առհասարակ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար, ինչն իր հերթին կհանդիսանա երկրի զարգացման կարևորագույն խթան։ Հայաստանում պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ նորարար մտածողության համար խոչընդոտ չի լինի։ Դրա համար պետք է ստեղծվի բարենպաստ բիզնես միջավայր, պետք է բարելավվի կրթության ոլորտը։ Այս հարցում պետք է իր ներդրումն ունենա թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, թե միջազգային կազմակերպությունները և թե քաղաքացիական հասարակությունը։ Այս փոքրիկ համեստ ծրագիրը մի մեծ նախաձեռնության մասնիկ է։ Մենք կընտրենք 20 լավագույն գաղափարներ, որոնք կնպաստեն կառավարման համակարգի բարելավմանը։ Այս ամենը հույս կներշնչի հասարակությանը և կլրացնի այն վստահության պակասը կառավարության հանդեպ, որ կա այսօր։ Մի վախեցեք կրկնօրինակել այլ երկրների համակարգերի օրինակներ։ Հայաստանը պետք է հայացքն ուղղի ոչ թե հարավ, արևելք կամ հյուսիս, այլ միայն արևմուտք։ Պետք է արևմտյան կառավարման մոդել հարմարեցնեք ձեր պետությանը առաջընթաց ապահովելու համար։ Արթուր Հովհաննիսյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։